2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, այդ թվում 78 քաղաքացիական անձինք եւ 3755 զինծառայողներ։ Սոցցանցում այս մասին գրել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Միաժամանակ Սիմոնյանի տվյալներով անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում 172 զինծառայողի եւ 19 քաղաքացիական անձի։ Մայրաթորի դիվանապետ Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանը տեղյակ չէ որևէ փորձաքննությունից կամ դրա եզրակացությունից, այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։ Այսօր իշխանամեծ լրատվամիջոցները հայտարարություն էին տարածել, ըստ որի նոյեմբերի 5-ին Մայրաթորում ստեղծվել է հանձնախումբ Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի փորձագիտական եզրակացություն իրականացնելու համար։ Եզրակացությունը իբր հաստատել է տեսանյութերի իսկությունը, սակայն ամենայն հայոց կաթողիկոսն առ ոչինչ է համարել այն։ Նշվում է, թե հայտարարությունը ստորագրած 13 եպիսկոպոսներ դատապարտում են կաթողիկոսի որոշումը եւ պահանջում վերականգնել Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ անունը։ Մինչ այդ քննչական կոմիտեն նշված տեսանյութի իսկության վերաբերյալ որևէ հաղորդագրություն չի տարածել։ Լրագրողների հետ զրույցում Արշակ Արքեպիսկոպոսը նաեւ ասել է, երբ ստորագրող անձինք հաստատեն, որ իրենք նման հայտարարություն են տեսել ու ստորագրել, ինքնահետևություններ կանի եւ կխոսի թեմայի շուրջ։ Նամակում նշված պահանջի մասին էլ, թե նաեւ կաթողիկոսի հրաժարականն են պահանջում, Մայրաթորի դիվանապետն ասել է, Գրիգոր Լուսավորչի գահը ընծա չէ, որ նվիրես այս կամ այն հոգևորականին։ Կարեգին II-ին էլ ընտրել է ազգային եկեղեցական ժողովը։ Ավելի քան 5 ամիս կալանքի տակ մնալուց հետո դատարանը որոշել է վերացնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ մյուսների գործով միակ կին ամբաստանյալ Լիդիա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը։ Սահմանվել է վարչական հսկողություն եւ 2.500.000 դրամի չափով գրավ։ Մանթաշյանի խափանման միջոց կալանքը պարբերաբար երկարաձգելու կամ բողոքարկելու բոլոր միջնորդությունները դատարանները մերժում էին։ Ավելին, մեկ շաբաթ առաջ նույն դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ բավարարել էր հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունն ու 3 ամսով երկարաձգել Լիդիա Մանթաշյանի կալանքի ժամկետը։ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տղամարդու արդարացման վճիռը։ Մայիսի 26-ին դատարանն արդարացման վճիռ էր կայացրել Ալբերտ Արստամյանի նկատմամբ, նշելով, որ ապացուցված չի համարում մեղսագրվող հոդվածով սահմանված հանցակազմի առկայությունը։ Դատախազությունն օգոստոսին բողոքարկել էր այս վճիռը, սակայն վերաքննիչն այսօր մերժել է բողոքը։ Ալբերտ Արստամյանը 2024 թվականի օգոստոսին խնձոր էր նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, երբ վերջինն այցելել էր Երևանի Ռուբինյանց երկուհասցեում գտնվող իր հարազատներից մեկի տուն։ 74-ամյա Արստամյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ՀԱՊԿ-ի կոլեկտիվ ուժերը ժամանակակից ռուսական զինատեսակներով վերազինելու լայնածավալ ծրագիր սկսել։ Մոսկվան առաջարկում է ժամանակակից ռուսական զենքեր եւ սարքավորումներ, որոնք ըստ Պուտինի ապացուցել են իրենց արդյունավետությունը իրական ռազմական գործողություններում։ Նա նաեւ նշել է կազմակերպության ավիացիոն ուժերի եւ ՀՕՊ համակարգի զարգացման անհրաժեշտության մասին։ Ֆրանսիան վերականգնում է զինվորական ծառայությունը առայժմ միայն կամավորության սկզբունքով։ Երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Ֆրանսիան չի կարող կրավորական կեցվածք դրսևորել։ Բանակի շարքերը համալրել կկարողանան 18 եւ 19 տարեկանը լրացած Ֆրանսիայի քաղաքացիները։ Կամավոր ժամկետային ծառայությունը կտևի 10 ամիս եւ դրանում ընդգրկվածները կվարձատրվեն։ Հռոմի Լևոն 14-րդ պապն այսօր Անկարա է ժամանել, նախատեսվում է նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Վերջինի անունից Հռոմի պապի պատվին ընդունելություն է նախատեսվում, որին կմասնակցի նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը։ Լևոն 14-րդը կհանդիպի Թուրքիայի տարածքում գործող քրիստոնեական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների հետ, իսկ Ստամբուլում կայցելի նաև հայկական եկեղեցի։ Սա պապական աթոռը զբաղեցնելուց հետո Լևոն 14-րդի առաջին արտասահմանյան ուղևորությունն է։